Դուք երևի լսել եք քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից հռչակված ինստիտուցիոնալ ընդդիմության մասին։ Այս գաղափարը մեզ մոտ ձևավորվել է արդեն հայեցակարգային է դարձել մոտ 1.5-2 տարի առաջ։ Դա ինչ որ դա մեր անցած 20 տարիների փորձի, այսպես ասած, արգասիքն է, եւ մենք հայտարարում ենք, որ եթե այս ինստիտուցիոնալ ընդդիմությունը չի ձևավորվում, ապա մենք անընդհատ խոսելու ենք իշխանափոխության մասին եւ իշխանափոխություն չենք իրականացնելու։ Ինչը ինստիտուցիոնալ ընդդիմությունը իրենց ներկայացնում ունի հիմնական 3 բաղադրիչ, որոնցից յուրաքանչյուրը կարևոր են այս գաղափարի իրագործման համար։ Առաջինը դա ապագա Հայաստանի նախագիծն է, մեր ծրագիրն է, որը ներկայում գտնվում է ձևավորման փուլում։ Երկրորդը դա իշխանափոխությունից հետո իշխանությունը ստանձնելու ունակ թիմի ձևավորումն է, որը մենք կոչում ենք ստվերային կառավարություն եւ որը նույնպես ձևավորման փուլում է։ Եվ երրորդ բաղադրիչը դա վստահված անձանց, 6000 վստահված անձանց կարևորագույն բաղադրիչն է։ Մենք հայտարարում ենք, որ եթե մենք կարողանում ենք իրագործել այս նախագիծը, ապա իշխանափոխությունը արդեն իրականություն է դառնալու։ 6000 վստահված անձինք ոչ միայն պաշտպանելու են իրենց վստահորդի շահերը, այլ նաև ապահովելու են արդար ընտրություններ ընտրատեղամասում եւ պաշտպանելու են ընտրողի քվեն։ Իհարկե, քաղաքացիական պայմանագիրը ներկայացնելու է նախընտրական ծրագիր եւ ձգտելու է հնարավորինս շատ ընտրողների ձայն ստանալ, բայց միանշանակ է, որ ընտրատեղամասում որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ 6000 վստահված անձինք պետք է պաշտպանեն ընտրողի ձայնը, ինչպիսի որոշում էլ նա կայացնի։ Եվ նաև դա է պատճառը, որ քաղաքացիական պայմանագրին անդամագրվելը թեպետ շատ ցանկալի է մեզ համար, բայց պարտադիր նախապայման չէ 6000-ին միանալու համար։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծարարության մեքենան կոտրելու, քաղաքացիների քվեն պահելու եւ ժողովրդի հաղթանակն ամրագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի բոլոր 1997 ընտրական տեղամասերում ունենալ առնվազն 6000 վստահված անձ, 3 հոգի յուրաքանչյուր ընտրատեղամասում։ Այս նպատակով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սկսում է 6000-ի գրանցումը։ Դարձիր 6000 քվեապահներից մեկը, հաղթիր։ Քաղաքացիական պայմանագիրը առհասարակ հայտարարում է, որ չկա որևէ ուժ եւ որևէ կուսակցություն, որի հետ չի համագործակցի, բայց այդ համագործակցությունը պետք է լինի կոնկրետ եւ շատ կոնկրետ թեմայի շուրջ։ Հիմա ինչպիսին կլինի առաջարկը տարբեր ուժերի կողմից եւ տարբեր միավորումների կողմից, մենք դա կքննարկենք։ Մենք բոլոր այդ առաջարկները քննարկում ենք եւ համապատասխան որոշում կայացնում ենք։ Բայց միևնույն ժամանակ մենք ասում ենք, այ որ կայքին նայում ենք, դա 6000 վստահված անձ կայքն է։ Այսինքն մենք կուսակցությունը ինքը պետք է ունենա իր վստահված անձին, որոնց համար նաև պատասխանատվություն է կրելու։ Մենք նախկինում էլ ունեցել ենք փորձեր, երբ տարբեր դաշինքների միջոցով փորձել են ծածկել Հայաստանի Հանրապետության տարածքը, այնուհետև դրա ձախողումից հետո տարբեր քաղաքական ուժեր մեկը մյուսին մեղադրել է այդ ձախողման մեջ։ Հիմա մենք այս ծրագիրը իրագործում ենք։ Մենք ողջունում ենք այդ ուժերին, որ այս գաղափարը վերցրել են։ Իրականում շատերդ կհիշեք, որ մոտ 1.5 տարի առաջ, երբ որ քաղաքացիական պայմանագիրը հայտարարեց ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորման մասին, շատերը ասում էին, որ դա իրագործելի չէ, որ դա կենսունակ չէ, իսկ հիմա այս ինստիտուցիոնալ ընդդիմության տարբեր բաղադրիչներ, տարբեր ուժեր սկսել են օգտագործել, վերցրել են իրենց զինանոցում եւ հիմա իրագործում են դրա տարբեր բաղադրիչներ։ Մենք ողջունում ենք դա, կողջունենք նաեւ նման ծրագրի իրագործումը այլ ուժերի կողմից, իսկ համապատասխան առաջարկների դեպքում կքննարկենք եւ համապատասխան որոշում կկայացնենք։ Դա մեր օրակարգում կլինի, եթե նման առաջարկ լինի։ Մենք հավատացած ենք եւ բոլոր նախադրյալները կան, որ ասելու, որ այդ նախագիծը մենք հաջողությամբ ենք իրականացնելու։